Պարոն Պողոսյան, իմ հարցը վերաբերվում է հիմնականում գիտենք, որ զինանշանները, գերալդիկա կա, որը որ հիմնականում ուսումնասիրում է զինանշանների մասին այդ տեսությունը եւ ընդհանուր առմամբ աշխարհի բոլոր երկրներն ունեն զինանշաններ, որոնք խորհրդանշում են իրենց պետությունը։ Այս ձեր նախագիծը ներկայացնելուց առաջ ես շատ եմ հանդիպել մամուլում եւ նաեւ սոցիալական ցանցերում տարբեր խոսակցություններ, ասենց ասեմ, որ սպասվում է մեր զինանշանի ինչ որ առումով փոփոխություն։ Այսինքն հիմա մենք այսօր խոսում ենք այդ ստանդարտացման չափերի էտալոնի հաստատման մասին, որը պետք է դառնա արդեն բոլորի սեփականությունը եւ նոր ձևով հաստատվի որպես էտալոն։ Հիմա հարցս հետեւյալն է. Դուք այսօր կարող եք պաշտոնապես հավաստիացնել, որ այն զինանշանը, որը մենք այսօր ունենք եւ ունեցել ենք 1991 թվականներից, այսինքն առյուծը, արծիվը, վահանը, որի վրա մեր 4 թագավորությունների զինանշաններն են, այսինքն այն բոլոր բաները, որը կա, մնալու է հենց նույնը, թե դուք նաեւ ասում եք, որ կա ինչ որ էտալոնի այդ որոշող ինչ որ կազմ կամ որոնք պետք է դա որոշեն, որը դա լինի եւ արդյոք դուք տեսնում եք հնարավորություն, որ գուցե մի էսկիզային առարկա կամ թեկուզ ինչ որ մի նշույլ փոփոխության ենթարկվի, ավելացվի կամ պակասացվի այսօրվա մեր ունեցած զինանշանի մեջ։ Այս հարցն է հիմնականում ուզում։ Շնորհակալություն, իսկապես հարց բարձրացրեցիք, որը բազմիցս քննարկվել է եւ ուրեմն մեր հանձնաժողովում եւ առիթ է հանդիսացել, որ մեր հանձնաժողովը ստեղծի մասնագիտական խմբեր։ Միանգամից նշեմ, որ այդ մասնագիտական հերարդիկ, այսպես ասած, հանձնաժողովի մասնագիտական խմբի աշխատանքը միտված չի եղել ներկայացնել առաջարկություններ կոնկրետ փոփոխություն կատարելու համար զինանշանի մեջ։ Սակայն մեզ հարկավոր էր հասկանալ Հայաստանի Հանրապետության հերարդիկ ոլորտի մասնագետների կարծիքը, արդյոք համապատասխանում է մեր զինանշանը հերարդիկ կանոններին։ Մենք ունենք հիմա նույնպես հանձնաժողովը շարունակում է աշխատել, միջանկյալ փուլում հանձնաժողովը ներկայացրել է վերլուծություն, ուրեմն զինանշանի հետ կապված, հերարդիկ կանոններին համապատասխանեցնելու հետ կապված, որովհետև մենք իրենց առջև խնդիր չենք դրել մեզ ներկայացնել առաջարկություններ զինանշանը ընդհանրապես փոփոխելու համար, որը կպահանջի օրենքի փոփոխություն եւ այլ եւ այլ։ Այդ վերլուծությունների առաջին փուլը կատարված է։ Խոսքը գնում էր առաջին հերթին, ուրեմն հարցին նայում ենք այն տեսանկյունից, որ այսօր օգտագործվող զինանշանը համապատասխանի օրենքով սահմանված ձևին եւ մասսայական օգտագործման համար չկիրառվեն էլեկտրոնային տարբերակով պատրաստված նմուշներ, որոնք եթե մոտիկից, այսպես մեծացված ձևով ուսումնասիրում ես, մեծ տարբերություններ կան էտալոնային ձևից։ Այսինքն հանձնաժողովը կատարել է մասնագիտական վերլուծություն, տվել է որոշակի առաջարկություններ, համապատասխանում է հերարդիկ կանոններին թե ոչ, հիմա հանձնաժողովը շարունակում է երկրորդ փուլի աշխատանքը, որը վերաբերվում է էլեկտրոնային էտալոնային տարբերակի ձևավորմանը։ Հիմա կոնկրետ հարցի պատասխանը այսպիսին է, որ մենք չենք նախատեսում առայժմ զինանշանի փոփոխության հետ կապված առաջարկությունների ներկայացում։ Այո, լրատվամիջոցներով տարբեր այսպես մոտեցումներ կային, տարբեր առաջարկներ եւ նույնիսկ պնդումներ, որ նախաձեռնել է կառավարությունը եւ մասնավորապես մշակույթի նախարարությունը զինանշանի փոփոխություններ ընդհանրապես։ Խոսքը դրա մասին չի գնում։ Խոսքը գնում է այս տարիների ընթացքում, մոտ 10 տարվա ընթացքում էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացման պատճառով կամ, չգիտեմ, հետևանքով մեր զինանշանի եւ ընդհանրապես մեր խորհրդանիշների չի ցանկանա այս բառն ասել, բայց աղավաղմանը օգտագործելիս։ Եվ մենք փորձում ենք հիմա մասնագետների միջոցով ստանալ, մաքրել, այսպես ասած, ստանալ մի էտալոնային տարբերակ, որի համար խնդրում ենք այսօր այս թույլատրությունը, այդ լիազորությունը տալ կառավարությանը։ Շնորհակալություն։ Պարոն Բաբայան, ներողություն, ես այս հնարավորություն, պարոն Պողոսյան, փաստորեն դուք այս բարձրամբյոնից հավաստիացնում եք, մենք տենց հասկացանք, որ մեր զինանշանի հիմնական տեսքը եւ գաղափարը չի փոխվելու։ Ասենք 4 թագավորությունները մնալու են, Նոյան տապան արատով մնալու է, թագավորությունները երկուսի վրա խաչերը մնալու են, խոսքը զուտ գնում է տեխնիկական ավելի
շտկումների մասին, այլ այո։ ոչ թե գաղափարական եւ խորհրդանիշը փոխելու։ Այո, բնականաբար։ Ճիշտ հասկացանք։ Այո, Շատ բարի։ Համեցեք, պարոն Բաբայան։ Շնորհակալություն պարոն Պողոսյան, իրոք հանգամանալից պատասխանեցիք, սա երևի թե ամենաշատ շրջանառվող հարցն էր, որ ես լսել եմ, կապված զինանշանի հետ, եւ ձեր հավաստիացումները բնականաբար մեր բոլորի համար արդեն պարզ են, որ խոսքը գնում է ընդհանուր առմամբ զինանշանի հավասարեցման, այսինքն նույն ձևի տարածման, այլ ոչ թե զինանշանի տեսքի մեջ, թեկուզ մեկ էսքիզ կամ ինչ-որ մեկ դրվագ փոփոխելու կամ փոխարինելու մասին։ Եթե սա է, բնական է, որ սա շատ ողջունելի նախագիծ է եւ իրոք յուրաքանչյուր պետություն ունի մի ձևի զինանշան, որը ամեն տեղ տարածվում է եւ սա ճիշտը սա է, այսինքն ես ողջունում եմ այս նախաձեռնությունը։ Շնորհակալություն։